Այսօր Հայաստանում ամենաքննարկվող թեմաներից մեկը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն է։ Երկու երկրների միջև շարունակվող խաղաղ բանակցություններին ուշադիր հետևում են Հայաստանի քաղաքացիները։ Խաղաղության իրական հնարավորություն կա, թե գործընթացը փակուղի է մտել։ Նման հարցով Ֆակտոր TV-ի լրագրող Ռոբերտ Անանյանը դիմել է Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Գիղամ Նազարյանին։ Տարածաշրջանը չի հանդուրժի այսպիսի էմոցիոնալ պետության, որը ամեն ինչը էմոցիաներով է եւ հաճախ ոչ հիմնավոր։ Բայց ատելությունը, թշնամանքը, որ տասնամյակներ շարունակ կուտակվել եւ այնպես չի, որ օբյեկտիվ չի դա։ Կուտակել են, բայց միակողմանի չի։ Այս թեմա չի, էլի։ Սրանից մենք պետքա դուրս գանք։ Պատգամավորի խոսքով այսօր շատերին ձեռնտու չէ, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ ապրեն։ Կան մարդիկ, ովքեր ձգտում են բաժանել Հարավային Կովկասը, մշտական թշնամության մեջ պահել տարածաշրջանի ժողովուրդներին, որպեսզի նրանց կառավարելը ավելի հեշտ լինի։ Այսօրվա կառավարող ուժը պիտի հասկանա, որ ընտրություններում այդքան որ ասում են խաղաղություն, դա շատ կարևոր է, եւ եթե հասարակությունը առողջ լինի, լուրջ մտածող լինի, իրոք դա պետք է գնահատեն եւ ընտրություններում դա որոշիչ է լինելու։ Ինչու Ադրբեջանը համաձայնեց աջակցել Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու Թրամփի ձգտմանը։ Սա խոսում է ոչ թե ադրբեջանական կողմի թուլության, այլ ընդհակառակը այդ երկրի ղեկավարի ինտելեկտի եւ պետական մտածողության մասին, նշել է Գիղամ Նազարյանը։ Ուրիշը լիներ, մեկ ուրիշը լիներ, կարող է ասել թքած այդ շահը, որ ես ունենալու եմ կամ Ադրբեջանը ունենալու է Ամերիկայի հետ հարաբերությունների ջերմացումից։ Ես պետքա 30 տարի հայերին նվաստացած պահեմ անդադար մարտական ու պատերազմական գործողությունների հրահրման փորձերով եւ այս վիճակի պահպանման։ Բայց հիմա թերահավատ են մարդիկ, որ նա իրոք հրահրում չի։ Իսկ ով է թերահավատություններ շնչում։ Հայաստանյան դաշտում գործող լրագրողները, քաղաքագետները, քաղաքական ուժերը, որոնց ձեռք չի տալի այս խաղաղությունը, որովհետև իրենք հասկանում են, որ այս խաղաղության պայմաններում իրենց հետագա գործունեությունը դա խնդրահարույց է։ Իրենք էլ դաշտում տեղ չեն ունենալու։ Պատգամավորը պնդում է, որ Հայաստանի ներկայիս իշխանության խնդիրն է զսպել Հայաստանում գործող արկածախնդիր խմբակներին, ովքեր իրենց ռևանշիստական հայտարարություններով երկիրը տանում են կործանման։ Այսօր հայ հասարակության համար եկել է ընտրության պահը, կամ շարունակել ապրել զավթողական եւ հակադրբեջանական հայտարարություններով հանդես գալով, կամ քաղաքականությունը կառուցել խաղաղության եւ համագործակցության հիման վրա։ Այդ ընտրությունից է կախված ոչ միայն Հայաստանի ապագան, այլև ողջ Հարավային Կովկասի խաղաղությունն ու կայունությունը։